Գաղատացից 6:14-ը, բայց ես քավ լեցի, որ պարծենամ, ապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը, որով աշխարհ ինձի խաչը ելած է, ես էլ աշխարհին։ Եվ 17 խոսքը, ասկի հետև մեկը զիս թող չօգնեցնե, վանզի Տեր Հիսուսի վերքի նշաններ իմ մարմնիս վրա կկրեն։ Այս առաքյալը համարվում է, գիտեք, Բարնաբաս եւ որ Պողոսը վիճեցին իրար հետ, Պողոսը վերադարձավ եղբայրների մոտ։ Բարնաբասը նորից մնաց հավատացյալ, ծառայեց Աստծուն, բայց նա մի նամակ, մի թուղթ չի գրել։ Տերը հաճեցավ, որ Պողոսը առաքյալին օգտագործի, 14 թուղթ գրեց։ Բոլորս գիտենք, որ 27 թուղթ անոր կտակարանը։ 14-ը միայն Պողոսը գրեց։ Եվ տեսեք, այս մարդը երկրի վրա ինչ է հավանում, իր հավանածը ինչն է այս երկրի վրա։ Երկրորդ Կորինթացիս 12:10 Անոր համար հավաներ եմ ես տկարություններիս, նախատինքներիս, տառապանքներիս, հալածանքներիս, նեղություններիս Քրիստոսի համար, ոնց երբ տկարանամ, այն ատեն զորավոր եմ։ Պողոսը չասեց հավանում եմ առաքելական կոչումից, հավանում եմ քարոզելու զորությանը, հավանում եմ սուրբ գիրք, որ գրում եմ։ Նրա հավնածը Քրիստոսի վերքերը գրելն էր։ Այս տառապանքները ցույց է տալի, որ նա սիրում էր Աստծո որդու վերքերը։ Եվ մեր ավակ եղբայր Լիպչուկը ժամանակին ասել է. «У Христа не нужно канцелярские братья, у Христа нужны Голгофские братья». Քրիստոսին գրասենյակային եղբայրներ պետք չեն, ապա Գողգոթայի։ Եվ մենք կանչվել ենք Գողգոթայի եղբայրներ լինելու։ Մենք պետք է գնանք մինչև մահ Քրիստոսի խաչը կրելով։ Մեր անձուրանանք եւ խաչը վերցնենք։ Մեր կյանքը դնենք այս կորսված ժողովրդի համար եւ առաջին հերթին եկեղեցու համար։ Այս վերջին ժամանակներում Սուրբ Հոգին խոսում է, որպեսզի եկեղեցին պատրաստի իր մեջ։ Շուտով այս պաշտամունները չի լինելու։ Եվ մենք դա տեսնում ենք այդ հետքերը։ Սա Աստծո բացառիկ ողորմություն է, որ արդեն տարիներ շարունակ եկեղեցին պահում է խաղաղության մեջ։ Եվ ուզում է, որ մենք այս խաղաղ ժամանակ, ինչպես Հովսեփին հայտնեց Տերը, որ նա ծորեն հավաքեց Եգիպտոսի համար 7 տարի։ Հիմա մենք պետք է հավաքենք այդ կյանքի մեղրերը մեր հոգու մեջ, որպեսզի մեր հոգու մեջ ապրի եւ քայլի Աստված։ Մեզ ստեղծել է, որ նա ապրի մեր մեջ։ Մեզ ստեղծել է, որ մենք իր խորանը լինենք։ Մեզ ստեղծել է, որ մենք իր հավիտենական մարմնի անդամ լինենք։